լսելով, անսալով մեր հասարակության մտահոգություններին։ ՔՊԱ-ականները անսացել են հասարակության ձայնը ու որոշել, որ զինվորական ծառայության ժամկետը կես տարով պետք է կրճատել ոչ թե 2026 թվականի ընտրություններից հետո, այլ հունվարի սկզբից։ Սուրեն Պապիկյանն ասում է, անարդար կլիներ տարվա առաջին կիսամյակում բանակ գնացողների նկատմամբ։ Շատ ավելի ճիշտ կլինի, եթե մենք դա անենք հունվարի 1-ից եւ մենք այդ որոշմանը հանգել ենք եւ վարչապետը դրա մասին հայտարարել է։ Փաշինյանը շտապում է, որովհետև խորհրդարանական ընտրություններից առաջ վարկանիշը վերականգնելու խնդիր ունի, կարծում են ընդդիմախոսները։ Այն, որ սա նախընտրական գործողություն է, նախընտրական քայլ է, դա նույնիսկ որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում, ամենայն դեպս նույնիսկ ձեր այն հայտարարությունը, որ պես օրենք իրականություն պետք է դառնար հուլիսին, հիմա հունվարից է սկսելու աշխատել, պարզ է, որ սա նախընտրական տրամաբանություն ունի։ Հայաստանի իշխանությունը պատրաստ է Փաշինյանի վարկանիշի համար ստորադասել Հայաստանի անվտանգությունը։ Ընդդիմությունը ահազանգում է բանակում մարտական հերթապահության խնդիր կա հիմա, ինչ կլինի, եթե զինծառայության ժամկետը կես տարով կրճատվի։ Գուցե առաջին զորակոչը չզգա, բայց ամեն հաջորդ զորակոչին 1.5 տարով ծառայության մեկնողները ծանրաբեռնված մարտական հերթապահություն են ունենալու։ Ավելի երկար են մնալու դիրքերում, ինչը ըստ պատիվ ունեմ խմբակցության քարտուղարի ազդելու է բանակի մարտունակությանը։ Հանրությանը հաճելի նախաձեռնություն ա եղել, բայց երբ որ մարդը սկսում է արդեն նաև որոշակի սառը դատողությամբ դիտարկել, արդեն սկսում է մտածել նաև այն մասին, թե այս փոփոխությունը կամ պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի կրճատումը Իշնաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով իր անվտանգության կամ իր անվտանգության միջավայրի վրա ինչ ազդեցություն ունենալու։ Նախագիծը խորհրդարանի ներկայացնող պաշտպանության նախարարը պնդում է, մարդուժի խնդիր չի ունենալու հայկական բանակը։ Իրենք 2022 թվականից հաջողությամբ ներդրել են պաշտպան հայրենյաց ծրագիրը, արդեն 4000-ից ավելի պայմանագիր է կնքվել։ Մեր բարեփոխումների, մեր կատարած քայլերի արդյունքում գրավչությունը բանակում ծառայելու էապես մեծացել է։ Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս զինծառայության ժամկետը 1.5 տարի դարձնելու նախագծին։ Միայն իշխանական падգամավորների քվեարկությամբ այն կմտնի քառօրյա նիստերի օրակարգ։ Քաղտեխնոլոգները կասկած չունեն, որ ՔՊ-ն կողմ է քվեարկելու նախագծին։ Փոքր քայլերով Հայաստանը ապառազմականացնելու Բաքվի պահանջի կատարմանն են մոտենալու։ Հնարավոր է, որ Ադրբեջանն էլ ժեստ անի ու զորքը դուրս բերի Հայաստանի սուվերեն տարածքից։ Ռեալ հնարավորություն դուք տեսնում եք, որ ՔՊ-ի իշխանության օրոք Հայաստանի ինքնիշխանության սուվերեն տարածքները վերականգնվեն գան նախկին ուրեմն դիրքին։ Իհարկե տեսնում։ Ինչով եք տեսնում, կարող եք մանրամասնել հասկանանք, որովհետև սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի միջոցով։ Սահմանազատմանն է հղում անում նաեւ, երբ հետաքրքրվում են, թե ինչ տարածքներ նկատի ունի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, երբ պնդում է, որ Հայաստանի վերահսկողության տակ էլ 110 քառակուսի կիլոմետր ադրբեջանական տարածք կա։ Այդ հարցը եկեք թողնենք սահմանագծման, սահմանազատման հանձնաժողովին, ազգային ժողովի նախագահը եթե թվերը հայտարարել, ուրեմն դրա համար ունի բավարար հիմքեր։ Պապիկյանը երկրորդում է Փաշինյանին, իրենք ոչ թե մարտունակ, այլ պաշտպանունակ բանակ են կառուցում, որովհետև Ադրբեջանի հետ խաղաղություն են կնքել։ Պաշտպանունակությունը արտացոլում է մեր երկրի սուվերեն տարածքը պաշտպանելը, ինչը շատ ավելի լավ ու ճիշտ տերմին է։ Խուսափում է Պապիկյանը հարցից, թե երբ դուրս կգան Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանցիները։ Բաքուն սահմանազատմանը հավատում է, չէ՞ որ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, ոչ մի սանտիմետր նահանջելու մտադրություն չունի։ Պաշտպանության նախարարը շտապում է հասնել վերելակին, թիկնապահներին թողնելով տեսախցիկների առաջ անհետանում է դռների հետևում։ Կարնե Մանգասարյան, Միլենա Պողոսյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։